Ողջունագիրներիս ու շարժվենք առաջ ապրիլի 23, հա, առավոտյան ժամը 10:08 սկսել եմ արդեն քիչ ուշացնել։ Մենք ընդհանրապես աշխատում ենք ըստ Հայաստանի կալենդար գրաֆիկի եւ Երևանի ժամանակով միշտ աշխարհում որտեղ էլ լինենք, որովհետեւ ամեն ինչի կենտրոնը այն ունեցած մինուճար փոքրիկ երկիրն է, որ մինչև հիմա 40 տարի չկարողացաք հասկանալ։ Մինչև հիմա 7 միլիոն հայ եք ասում։ Հետո 10 միլիոն, հետո հետ իջնում եք 8։ Այդ ոնց է բոլոր ազգությունները շատանում են, ոչ մենք։ Շատ լավ մեջ բերում էր Գուրգեն Սիմոնյան։ 40 տարի է 10 միլիոն ես երկում։ Սիրելի հայրենակից, վաղվա օրը շատ կարևոր է Հայաստանի համար։ Մեր կայանալ չկայանալու հարցը ես գտնում եմ առաջին հերթին ներառված ես կուլակաթափի պրոցեսն է։ Եթե դու չպատժես մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործներին, դու ոչ երկիր, ոչ ազգ, ոչ եկեղեցի, ոչ մի բան չես դառնա։ Որովհետև նույն շրջանակները, կրկնում եմ, ներքաղաքական, նույն մարդիկ են։ Հենա, տես մարդամեկը, մեր եղբայրը հրավիրում եմ, շանթ ասում եկեք մի հատ է բերև առոտ անենք, չկա։ Այտենց չի։ Կուլակաթափ։ Ոնց? Այս պտիչկաները, որ վիժել է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, մարտի 1 եք ջրում, մենք տանում ենք սենատի խոսնակին։ Եթե նրանք չբարձրաձայնեն եւ լսումներ չսկսեն, ուրեմն իրանք են իրականացրել ձեզ հետ այդ հանցագործությունը, ինքը Քոչարյանի հետ պարտնյոր է ուրեմն։ Քրիստոնյա սպան ուժ է ուրեմն։ Որովհետեւ փաստեր ներկայացնելու կարիք էլ չկա, մենք ասում ենք 10 զոհը, դա մակերեսային պատմությունն է, սպանել են 1157-ից ավել մարդ, անմեղ մարդիկ, ովքեր բարձրաձայնել են անարդարության դեմ, շատ մարդ եք սպանել, ռոբասերժական կլան։ Ուղղակի մեզ Վարդանանքին ընդհանրապես մի բանն է հետաքրքրում, մեր Արցախի հայրենակիցներս, որ պահանջում եք, այսպես ասած, նմանատիպ գործընթաց, կուլակաթափ, հա, որ 35 տարի ինչ-որ թալանել են, համաձայն եմ եղբայր, և Արցախի ղեկավարությունը վերադարձնի Արցախի ժողովրդին, ինչ-որ թալանել է Արցախի ժողովրդից, բայց ստեղ կարող է մեկս մյուսիս ոտքին տրորելու նպատակ ունենք։ Ինչու։ Նախ այն ինչ որ հնչում աստեղ, կոպիա աշխատանքն եմ տեսնում Հայաստանում։ Կուլակաթափը եւ նրա լամպիյուղը մեր մոտ ախպեր, դու Հայաստանում ոչ մի բան չես անի։ Վարդանանք ազգային շարժումը միջազգային կազմակերպություն է։ Եվ բոլոր են պետությունները, որոնք կարան սենկցիա դնեն ու կալանավորեն բոլորի դեսպան ու դիվանագիտական գրասենյակները նրանց շարքերում Ամերիկա Միացյալ Նահանգների դիվանագիտական հարաբերությունների գրասենյակը Լոս Անջելեսում, որ սենց պահանջ կա։ Մենք կուզենք դուք տեղյակ լինեք, եթե բողոքարկենք, դուք կապնվեք Հայաստանի Հանրապետության արտակարգ լիազոր դեսպանին, ասեք, լսեն, ամերիկացիներ են բողոքում, ինչ է կատարվում ձեր երկրում։ Աղմուկ, են որ ասում է մի հատ հին խոսք է, քո բանն էլ հավեսդ կամուրջի վրա բռնեց, տղա ջան, հիմա սրանցն է։ Ուրեմն, վաղվա օրը ապրիլի 24-ը մենք ասում ենք 1,5 միլիոն պլյուս 1157։ Սա է կուլակաթափը։ Մենք միջազգային ձերբակալության և կալանավորման պահանջարկ ենք ներկայացնում։ Մենք
հիմքեր ունենք եւ հզոր հիմնավորված փաստերով ենք հանդես գալիս։ Հենա մեռած մարդիկ, հենա 17%-ն էլ, որ աննորմալ է ծնվում իմ երեխեքի։ Արդեն քրոնիկական, չգիտեմ ինչ տերմինով կմոտենաս, բայց հաստատ գենետիկ խախտում եք տվել ազգիս։ 17%-ը ոնց նորմալ չի ծնվում։ Գնայ միջազգային տվյալները նայի։ Բա դու ուր ես գնում Պոնչիկանոցի առջև, Մուջահադի հետ կայնե ասում ես, ես Նժդեն եմ։ Դու Նժդեն չես, ոչ է կարդացել ես Նժդե։ Անդրանիկ Զորավարի հին ասալայի արժեքները ներկայացնող գրասեղան ասա տղա ջան։ Ասալայի գլխարկ դնելով չի։ Վաղը դրա համար կարող է պետականորեն տուգանենք քեզ։ $1000։ Իսկ եթե վաճառես ու մեր կնինքը չլինի վրան, ասալայի անունով շապիկ, դու մի քանի 100,000 տասնապատիկը պիտի վճարես դրա համար։ Վաղը։ Ում մենք գիտենք ում կուղարկես։ Սա քեզ համար Գենտրոնական գոմիդեի քանձաբահին օֆիսը չէ թաշնակներուն։ Հելոք մնացեք։ Նորից եմ զգուշացնում, տեսնում եմ մեյդան, ապրիլի 24-ը գալիս։ Զգուշացնում եմ, եթե տեղյակ չի, ավակ խորուրդ, կամ են անձինք, որ կյանք են դրել, այդ շապիկը մի հակի մի թռի վռի արա, որովհետև դա պետականացվում է հեսա, որպես պետության մի մաս, և խորհրդարանը մտնում այդ արժեքը։ Ես ասում եմ ազգին։ Գնացի մեկ-երկու տեղ, խոսեցի մեկ-երկու եղբայրների հետ, զրուցեցի, կներեք շինարարության մեջ եմ, եվրոռեմոնտ։ Ման եկա և դեռ շատ քիչ եք չհամակերպվող քահանաներ։ Ուրեմն այ Սոտոնքոմորում ինչ ասեց, հրեշտակ, Մարգարեին, ասեց ուրեմն անմեղների տանունից խոսեիր։ Դու Սոտոնքոմորն ես այսօր, որովհետև չունես կաթողիկոս։ Ժամանակն ա դու հասկանաս, հերթականություն կա ազգային, հավատքի օջախը առաջնահերթ է։ Մենք չենք ասում պրեզիդենտ, մենք չենք ասում պրայմ մինիստր, մենք չունենք պրայմ մինիստր, մենք ունենք նախագահ, որը անպայման պիտի հասկանա ազգի գահը մայրաթոռը, ընդունելի է համարում նրա մշակվելիք օրենքները, թե ոչ, դրա համար ինքը նախագահ էլ կմնա։ Սիրելի հայրենակից, ապրիլ 24, բոլոր իսկական ֆիդայոց հիշատակներին։ Բոլոր Անդրանիկ Զորավարի սուրբ ուխտը կրող և սուրբ պատերազմը, մղած, կռիվ մղած և պատերազմած են ֆիդայիների և են թվերին, որ մենք իրոք ունեինք նման արժեք։ Կան մարդիկ, որոնց պապիկները, որոնց պապիկի հայրը զինվորն ա եղել Անդրանիկ Զորավարի։ Օրտնյալ ու օրտնված կերդաստանեք, և այդպես էլ լինեք։ Գալիք օրերին դրսի ափերում միջոցառումներ և այլեր էլ կկազմակերպվի, Վարդանանք ազգային շարժումը հայտարարելու է և գովազդելու է, որ մենք բաց երկնքի տակ մեծ հավաք ունենք գալիք ընդհանրացած հայոց հայրենակցական միությունների հավաք, ռամկավար տականքին հայրենակցական միություններ զիջող չկա այլևս, որովհետև պղծել են քո ամենաբարձր սրբությունը։ Դու պարտավոր ես այդ այրան դիմաց արդարություն պահանջես հայ։ Դու պարտավոր ես քաշտաս բերես հրապարակ, դատես,
դատարանի վճիրը տաս ու կախես այդ իժերին, որ մարդ դառնաս։ Չկա այլ ընտրանք։ Հիմա նոր ֆոկուսներ մի արեք այս չարչարված ժողովրդի գլխին։ Եկեք մի հատ էլ հեղափոխություն անենք։ Եկ չհասկացանք ընկեր։ Քո համար բանա ցիրկ եմ բացել։ Չկա, խապվանք։ Մարդիկ առևտուր են անում օլիգարքի հետ։ Բայց սա չի նշանակում ես այն աննորմալների ջրաղացին քարին ջուր լցնելու նպատակ ունեմ ջրաղացին։ Նրանց ջրաղացին ջուր չենք լցնում։ Մենք ուղղակի ունենք այդ փայլուն մարդկային ռեսուրսները, ուղղակի սպյուրքի ներուժը կապելը հայրենիքի հետ։ Մի քիչ լիազորել էր պետք ԻՊՀ-ին, շատ քիչ, բայց դուք ինչ արիք։ Զարե ջան, դու էլ լսի, Սինանյան։ Դու հիշում ես, երբ որ դուրս եկար հիպատոսարանից, այս ԻՊՀ-ի դրոշը դրած էր հիպատոսարանի ճաղերի վրա։ Հիմա ես այս ինչ որ պատմում եմ, այն ստոլբենա, որ տվել է պետությանդ գլխին ու քո գլխին։ Եվ դու մինչև հիմա չես կարում ջոգես, ինչ կարաս անես, ինչ չես կարա անես։ Դու չգիտես Երևանը ինչ ա ուզում քեզնից։ Այդտենց էլ կմնա։ Դուրս եկար։ Մենք տղաներ աղջիկներով կանգնած էինք։ Հարութ Սասունյան, Արտուր Սահակյան է։ Այն բանը մեգա նյուզա, ալֆա նյուզա ինչ է, այն բանը Միշիկի պիժոններից մեկը։ Հա, ուրեմն սրանք ըստ Արմեն Բարբությանի պիտի մտնեին հիպատոսարան եւ կարողանային հարցեր ուղղեին քո վարչապետիդ, բայց ոչ ԻՊՀ-ն, գիտես ինչի զարը, որովհետև այսօր Մեհրաբյանի հմեկի սառած տոլմեկի շարքերում ինտերվյու է եղնում, լավ լսի, դու լավ գիտես ում մասին ա խոսքը, Զարե ջան։ Վիգեն Հովսեփյան, Կենտրոնական կոմիտեի քանզաբահը, հոհիթա։ Եվ Մեհրաբյանը նրան ներկայացնում է հասարակական գործիչ։ Չհասկացանք, գիշատիչ վարքերի մեջ բանկերը իրար կապելով Արչի բանկ, Ղարաբաղ Արցախ բանկ այդ դաշնակ պիոսը, որ խափեիմ ժողովրդին տներն ու հողերն ա ծեռից առե։ Պարոն Մեհրաբյան, պարոն Փաշինյան, այս քո հմեկում ինչ ա կատարվում ընկեր։ Այ հիմա արդեն չեմ էլ ուզի այդտեղ ինտերվյու անցկացնեմ, որտեղ արդեն ձեր ցեխը կարող է մոտիկանա, որ կսվի ԻՊՀ-ի դրոշին։ Անդրանիկ Զորավար։ Էս է իրական ինքը։ Որևէ մեկըդ կուզեք Օզանյանների ամենահարազատ բարեկամն եղեք։ Որևէ մեկը տես ազգի մեջ համարցակվի արա, իր անունից խոսա ասի լիազորություն ունեմ իր անունից, գալիս եմ քեզ տենամ ով ես դու։ Ոչ իրա թորնիկը կարա, ճանաչում եմ իրա թորնիկներին, ոչ մեկըդ։ Անդրանիկ Զորավարի կնինք իմ սեղանինը։ Ես մեծ չեմ խոսում։ Ես 3 տարվա մեջ այն ներդրումն եմ արել, որ 10,000 պավեսկից թռած ցռամ վերգոներիդ փոխարեն բանակին եմ վազել։ Իմ միջոցներով։ Բայց դու կտեղ 100 երեխա չկարողացաք օդպուսկ բերեք նոր տարվան, 5 օր ձրի, 5 օր անվճար հայրենիքի մար չարի կարա, կամավյար կամանդուշի ջան, ի խարգանքներիս սավաստիկնել քեզ, բոլորիդ, 5 օր, սուրբ հայրենիքի մար ձրի չկանգնակ, գիտեք ընչի, հաղթելու ենք, տեղացի եք դրա համար։ Դես ապրիլի 24-ին, հանգարց աղմուկ լսեմ, կցուցակագրելու են, մենակ համագրողները չեն, որ Վարդարանք ազգային շարժման դրոշն են դրել իրենց էջի վրա, ձեր նման տնգլ չենք, 4 կողմը արձանագրող մարդ ունեմ, Ծիծեռնակաբերդից Համալիրի բերաններով ամեն տեղ, հանկարծ մեկն ու մեկըդ, մի հատ ավել պակաս ակցիա անեք, այդ սուրբ հավերժական կրակի վայրում, արդեն անձնական ոնց որ ընտանիքի անդամի դիպչած լինեք, ատենց եմ մոտենալու հարցին, ոչ Բգո Գրնո, ոչ Նիկոլ Ական, ոչ էլ քոչոյական պոզավոր, ատե ծպտուն չհանեք։
հարգանք ունեցեք։ Եռաբլուր հարգալից լինելու դեռ դասը կածես։ Օ, հին հայրապետական, են մեր պապենական, ես գիտեմ շատ մարզերում տղեկ ասում են ախուրա այդ օրը, լսի քեզ ինչ եմ ասում, ղժալու ես։ Եռաբլուր անպատվելու համար, քաղաքականացնել, Կարաբակի կլանի ձեն հանել, քո լրատվան միջոց վհուկներով վազվզել, այդտեղ զինվորական պանտեոնա անասուն տեղացի, ու քո դասը առնելու ես դու։ Առաջ Աստված, այդ հողի վրա։ Դուք ձեր դասը, դաստիարակությունը պետք է ստանաք։ Դուք մարդ չեք դառնում, հասկանում եք։ Նույն վերապերը վառոտ, նույն կացում, ֆռում գալի այդ չարչրված մի բուժը։ Այ ախպեր, բաց դռները թո հելենեթան միտեղ ապրելու տեղ գտնեն իրանց հացի ճամփը։ Ինչ չեք չարչրը մեջ ժողովրդիները։ Մարդը հելավ ազգի տղա է, ասում եկեք մի հատ է հեղափոխություն անենք։ Կարող է ապուշեք։ 26 թվին բոլոր են քաղաքական գլուխները, որ հավանել են, ըստ Անդրանիկ Զորավարի ստանդարտով, հա, ասոր գլուխը գաշխատի, որ ասի աղոր երդասարդ է, հա, դու նինդոր ասոր չես նգադած, հա, անորալ, ցուցակագրված, բոլորդ կգաք այդ ավակ լիդերի սեղանի շուրջ, կհարգեք և կգաք այդտեղ։ Այլապես փողոցում ես ուրեմն, դու ուզում ես եղի։ Եթե դու այս ստանդարտներով պետություն չես գալու, թելը կքաշեմ, դու էլ դուրս կգաս։ Գարեգին բեն կրկնելու եմ, որ վերահիշեցնեմ քեզ, խոդի ատվել Դոն Պիպոյի Խաչակիր ես մի խոդի ատվել Ռոբերտ Քոչարյանի տղուն, ընկել են յանա ստորագրություն են հավաքում, ընդեմ վարդանանքի, որպես ինչ, որ մենք ասում ենք սպանել եք արմատուրա և կշերքի քարերով մեր սրբազան հորը Բոզաբալյան, գավազանակիր ու տեղապահ, իրա կացարանում մեջ միացնում, Գարեգին Բեյ Զակասով հուսիկը, իրա աղբոր տղը, գնա ճշտի, թե քրոջ տղեն, թե մորքուրի տղեն, հուսիկ, որ անվտանգության պետն էր, սխալվում եմ տիկին Վարդապետյան, բան չի իրար չես գալի, որովհետև տնգել են քեզ այդտեղ, որ մարտի մեկ լվաս, տիկին դատախազ։ Մարտի մեկի մարդկության դեմ հանցագործություն ընդեմ հայ ժողովրդի, մենք դատապարտում ենք և պահանջում ենք կալանավորման հրաման և մահապատիժ։ Ռոբասերժ Կալանիտ և ձեր 57 կոմիսարիատներիդ և առաջ Տեր Հիսուս Քրիստոս այս հարությանը թող արդարությունը հարություն առնի և տեսնի ես ազգի այդ օրը ու կտեսնի։ Ապրիլ 24 վաղը ժամը 14:00 բոլորդ գալիս եք միանաք այդ պահանջարկին, դա Երևան չի գնում սիրելիս, ուղղակի մենք ապացուցում ենք Նենսի Պելոսիի գրասեղանին, որ կա ժողովուրդ էլ Հայաստանում, որ պահանջում է արդարություն մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործությունների համար և արտահայտվում է, որ վիժել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական սեմուշկա չրթող բամբսկոտների հավաքը, որ արդարադատություն ես անվանում, ամոթ ձեզ, որ լվացիք մեր սրբազան հոր սպանությունը, ամոթ քու դատախազությանը, քո արդարադատության նախարար ուհիներից մինչև ով կեղնեք, այդ ձեր պռի չոսկեքով գնացեք ձեր հայլիների դեմը խոսակ, զզվելի երևույթ, դուք մարդասպանություն եք ծածկե ու լվացե ու ծածկատնպե, ձեզ էլ ակալանավորել ու դատել հասնում ու կեղնի էտ օրը վաղը, Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունս։